Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին քննչական կոմիտե, հետո նաև ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել հարցակ քննել, մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ։ Տիգրանը պատմում է, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ 29-ամյա երիտասարդը Արցախից 23 թվականին է տեղահանվել, եղբայրը զոհվել է 2017-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով։ Ծնողների գերեզմանները Մարտունիում է թողել եւ Հայաստան եկել իր շան Պինիկի հետ։ Վարձով բնակվում է Վանաձորի նույն թաղամասում, ուր 3 օր առաջ տեղի ունեցել զենքի գործադրման, ավազակային հարձակման ու գողության դեպքը։ Տիգրանն ասում է, ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Իրենք են այսօր բեսպրիդելություն սարքում էս քաղաքում, մեր բարեկամների տուն մտել են ռազբոյ արել, իրենք են ին վրա ռազբոյանում։ Ոստիկանության աշխատողը գալիս է անհիմն առանց թուղթ, առանց բան, գիտի, որ մենակ տղա եմ, առաջին օրը հարցակ քննել է, ասել եմ մենակ եմ ապրում։ Ասել է էտա էլի տանենք, տփենք, գլխին սարքենք, պրիզնատկա գործը փակենք գնանք, պատմել է Տիգրան Ուլուբաբյանը։ Քննչական կոմիտեից Ազատությանը ասել են, որ Տիգրանի բարեկամի բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպության կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակման հոդվածով, սակայն դեռ կասկածյալներ չկան։ Իսկ արցախցի երիտասարդի նկատմամբ ոստիկանությունում տեղի ունեցած գործողությունների համար դեռ վարույթ չկա։ Քննչական կոմիտեից հայտնել են, դեռ այս մասին հաղորդում չեն ստացել, չնայած լրատվամիջոցներում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այս մասին։ Իսկ ոստիկանությունից փոխանցել են, որ ծառայողական վարույթ են հարուցել, կքննեն ոստիկանությունում տեղի ունեցածը։